Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, մերժելով 2019 թվականի պլանը, եւ մենք միակ կուսակցությունն ենք, որ սրա մասին կարող ենք բաց ճակատով ասել, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ առաջին հերթին ինքը Նիկոլ Փաշինյանը ագրեսիվորեն մերժել էր այդ 5 շրջանի վերադարձի խաղաղարար պլանը, որը բավականին հայանպաստ լուծում էր եւ ըստ էության ապահովում էր երաշխավորված խաղաղություն Հայաստանի համար եւ Արցախի համար, ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ հայկական վերահսկողության, ռազմական վերահսկողության պահպանմամբ։ Նա խաղաղությունը կործանել է, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, նաեւ 2022-23 թվականներին մերժելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Պրագայի հայտարարությունը եւ այդ ամբողջ պատմությունը, թե ինչպես էր նա վիժեցնում այդ պլանի իրագործումը եւ ամենակարևորը ցավոք սրտի այն է, որ նա շարունակում է կործանել խաղաղությունը եւ անում է դա հենց հիմա հույսը դնելով թրիփի մեխանիզմի վրա, որը իրականում չի աշխատում, որովհետեւ հիմնված է ոչ թե գերտերությունների շահերի ներդաշնակման վրա, այլ նրանց հակամարտության վրա։